Հարց համար 31 Վեդու ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցում միջոցառման շրջանակներում ֆինանսավորում հատկացնելու վերաբերյալ հարցը։ Նախորդ հարցը դրել էի քվեարկության։ Հիմա զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան, համեցեք։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, խոսքը վերաբերվում է 2026 թվականի պետական բյուջեից վերաբաշխում անելու եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցում միջոցառմանը 650 միլիոն դրամ ֆինանսավորում հատկացնելու մասին, որից զգալի մասը շուրջ 468 միլիոն դրամը կվճարվի կապալառուին որպես հետ ավարտական երաշխիքի բացթողում, 117 միլիարդ դրամը կվճարվի որպես խորհրդատուի ծառայության դիմաց վճարվող գումար։ Պիտի ասեմ, որ շինարարությունը պարոն վարչապետ, ինչպես նախորդիվ առիթ ունեցել ենք ձեզ ներկայացնելու, այդ թվում նաև ջրամբար կատարած այցի շրջանակներում ավարտվել է 30 միլիոն ծավալ տարողությունից 12.5 միլիոն խորանարդ մետր հսպային ջրալցվել է, փորձարկել ենք եւ ջրալցման եւ ջրաթափման համակարգերը, նաեւ վթարային ջրաթափման համակարգը, սա ընթացիկ կարգով նախատեսված վճարում է եւ ոչինչ դրանից ավել։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, Վեդու ջրամբարի շինարարությունը ավարտվել է, ինչի առիթով ուզում եմ մեզ բոլորի շնորհավորել, ինչու, որովհետեւ այս մասշտաբի ինժեներական ջրային ենթակառուցվածքային նախագիծ մենք Երրորդ հանրապետության պատմության մեջ իրականացնում ենք առաջին անգամ։ Եվ պետք է արձանագրել հետևյալը, որ երբ որ մենք ասում ենք ջրամբարի շինարարությունը ավարտված է, այստեղ էլ հասկացությունների մեջ մենք պետքա ճշգրտում անենք, որովհետև սովորաբար նման մասշտաբի կառույցները իրենք այնպես չի, որ երբ որ էքսկավատորները եւ տրակտորները տարածքից դուրս են գալիս եւ դրանով ամեն ինչ ավարտվում է։ Հիմա օրինակ տեղի է ունենում ջրալցման աշխատանքներ, բայց ջրալցումը տեղի է ունենում ինժեներական ամենօրյա սպասարկմամբ։ Եվ այսինքն ինժեներները ուղեկցում են այդ ջուրը բարձանում է, ստուգում են ամբարտակի վիճակը, ինչա տեղի ունենում եւ այլն եւ բազմաթիվ պարամետրեր, ընդ որում պիտի ասեմ, որ այց ենք կատարել եւ խորհրդակցություն ենք ունեցել Վեդի ջրամբարում եւ պիտի արձանագրեմ, որ տպավորված եմ այդ կառույցից, էդ էլ արձանագրենք պարոն Խաչատրյան, թե ինչ դժվարություններով է կառուցվել, որովհետև ես հիշում եմ այս ընթացքում մի քանի որոշումներ են կայացրել, ըստ էության մի քանի անգամ եղել է նախագիծը ձախողման եզրին, շատ բարդ որոշումներ են կայացրել եւ այլն եւ այդպես շարունակ, բայց սրանից էլ մենք պետք է առերեսվենք, որ այո, Հայաստանում ջրամբարներ են կառուցվել ժամանակին, շատ մեծ, շատ բարդ ջրամբարներ են կառուցվել, բայց ցանկացած գիտելիք եւ հմտություն, որը չի օգտագործում, ինքը մոռացվում է, այս մեկ։ Եվ երկրորդն էլ այն 5 գիտելիքը այն ժամանակվա մոռացվում է, տեխնոլոգիան էլ առաջ է գալիս, առաջ է գնում, եւ որ դու այս X կետի սկսում ես վերադառնալ, թարմացնել քո ունեցած գիտելիքը, նույնիսկ 100%-ով թարմացնում ես, տեսնում ես արդեն այդ գիտելիքը հնացած է, պետքա սովորել նոր բան, եւ այս ջրամբարը կառուցվել է բոլորովին նոր տեխնոլոգիայով, այդպիսի ամբարտակ Հայաստանի Հանրապետությունում պարզապես գոյություն չունի։ Եվ հիմա ջրալցման աշխատանքները պլանով ըստ էության գնում են եւ մյուս տարի մենք կարողանանք արդեն ոռոգման ջուր բաց թողել թե 28 թվին։ Համեցեք։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ինչպես դուք նշեցիք, եւ պարոն նախարարը նշեց, 12.5 միլիոն խորանարդ մետր ջուր արդեն լցված է, ընդ որում այս օրերին նորից մեր քաղաքացիների համար եմ ուզում պարզաբանել, որ չի լցվում ոչ թե այն պատճառով, որ չի կարող լցվել, այլ այն պատճառով, որ ոռոգման շատ ինտենսիվ շրջան է եւ բոլոր այն ջրերը, որոնք կարող էին լցվել ջրամբար, հիմա ուղղվում են դեպի ոռոգելի հողատարածություններ։ Այսինքն մենք հաշվի առնելով ամռան ոռոգման կարիքները, դադարեցրել ենք գործնական ջրամբարի հետագա լցնելը եւ այդ ջուրը օգտագործում ենք ոռոգման նպատակով։ Եվ այս տարին, քանի որ ջրառատ տարի էր, մենք հասել ենք 12.5 միլիոն խորանարդ մետրի, իդեպ այդպես էլ նախատեսված էր, ինչպես դուք նաև ասացիք, որ պետք է փուլային լցնելով, ստուգելով, հետո շարունակելով գնանք առաջ, պետք է նշեմ նաև, որ ֆրանսիական ինժեներական կազմակերպությունը, որ եւ կառուցման ընթացքում եւ մինչեւ
ջրամբարը լրիվ լծվածության հասնելը պետք է շարունակի այնտեղ մեր կողքին լինել եւ հետեւել բոլոր տեխնոլոգիական եւ ինժեներական ցուցանիշների պահպանմանը, տվել է իր համաձայնությունը հերթական, որ շարունակի ջրամբարը լցվել մինչեւ 20 միլիոն խորանարդ մետրը, նույնիսկ հաջորդ ստուգումը լինելու է 20 միլիոն խորանարդ մետրի նիշի վրա, որը արդեն տեղի կունենա 2027 թվականի ընթացքում, եւ եթե 2027 թվականը լինի ջրով այնպես առատ տարի, ինչպես 2026-ն է եղել, ապա մենք ակնկալում ենք, որ 2027 թվականի ավարտին ջրամբարը կհասնի լրիվ լցվածության 30 միլիոն խորանարդ մետր ծավալին։ Այնտեղ գործնականում մենք բոլոր պարոն նախարարը արդեն նշեց, որ աշխատանքները ավարտել ենք, պարոն վարչապետ, 2 կտոր բկա, որ նախատեսված չէին, այն աուտավայր գնացող ճանապարհի տեղափոխումը, որ պետք է բարձրացվի հիմա վերև դա մենք զուգահեռաբար արդեն նախագծում ենք այս տարվա աշնանը կապահովենք, այսինքն որևէ կերպ չենք խոչընդոտի նաև բնակիչների համար իրենց բնական միջավայրը օգտագործելու հարցերը եւ մենք կունենանք առաջին անգամ վերջին տարիներին կառուցված 30 միլիոն խորանարդ մետր ջրով լցված ջրամբար եկող տարվա ավարտին հույսում եմ։ Հիմա պարոն Խաչատրյան, պարոն Խուդացյան, ես ուզում եմ կիսվել ձեզ հետ այն ինչ ես մտածում էի Վեդու ջրամբար կատարած այցից հետո։ Եվ այս ընթացքում մտածել եմ եւ իհարկե հարմար առիթով սպասում էի, որ բարձրաձայնեմ։ Երբ որ Վեդու ջրամբարի այց եղավ, գնացինք այդ ամեն ինչ տեսանք, ես երբ որ վերադառնում էի, մեքենայի մեջ հիշեցի, որ օրինակ շատ եմ հանդիպել եւ մեծ հետաքրքրությամբ դիտել եմ, օրինակ վավերագրական ֆիլմեր տարբեր երկրներում տարբեր ինժեներական կառույցների մասին։ Այդ թվում ջրամբարների մասին։ Ոնց է կառուցվել, ինչ է, ոնց է նախագծվել, ինչ փուլեր է անցել եւ այլն եւ այլն։ Եվ ընդ որում շատ որակյալ ալիքներ կան, որոնք հենց բան են մասնագիտացած են այս կարգի ֆիլմեր նկար։ Ես որ վերադառնում եմ, ասում եմ, իսկ ինչի մեր մոտ այդ կուլտուրան չկա։ Կառավարությունը ծրագիր է իրականացրել, ինչքան ենք ծախսել։ Մի մեծ գումար, չէ՞։ 90 միլիոն եվրո ծախսել ենք։ Կարանք մի փոքր էլ ծախսենք այդ կառույցի մասին, մի հատ ֆիլմ նկարվի վավերագրական, որը նախ հանրային հաշվետվություն կլինի եւ շարունակությունն էլ կլինի եւ նաեւ ի վերջո գրադարան է, չէ՞, ժառանգության մասին։ Հետո հյուսիս-հարավի հատվածը կառուցվել է, ինչի չենք կարող, ինչքան ենք ծախսել, էլի մի քանի տասնյակ միլիոն դոլար ծախսել ենք, կարանք մի փոքր է ծախսենք, մի հատ վավերագրական ֆիլմ նկարենք։